Օրինապահ հարկատուները կարող են արտոնություններ ստանալ, բնակելի շենքերի տարածքում գործող գիշերային ակումբների հարցը կփորձեն լուծել, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն էլ պետության անունից գործունեություն կծավալեն արտերկրում։ Կառավարության այսօրվա նիստում քննարկված հարցերից են, բայց նախ զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցության հարցի մասին։ Նախագահի հետ ծրագիրը քննարկած պաշտպանության նախարարն այսօր այն ներկայացրել է նաեւ կառավարության անդամներին։ Հիշեցնենք, որ նախատեսվում է զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողներին միանվագ 5 միլիոն դրամ ապահովագրական վճար հատկացնել։ Այդ նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, ուր կհավաքվեն պետության եւ հասարակության միջոցները։ Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ֆոնդին ամսական 1000 դրամ կվճարի։ 2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառող վնասները միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այս բանի նախատեսված միջոցների հաշվին ամբողջ ծավալով եւ բավականաչափ որպեսզի իրականում հոգալ այդ մարդկանց եւ իրենց ընտանիքների կարիքները հնարավոր չի հատուցել եւ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ եւ նոր համակարգ։ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն։ Դրանք բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների համար են։ Վիգեն Սարգսյանի հավաստմամբ մի շարք ուսանողներ պետության ֆինանսավորման անվճար կրթություն են ստանում, բայց վերջին քննությունը պատահաբար ձախողում են։ Արդյունքում նրանց այլևս անհնար է զորակոչել որպես շարքային, որովհետև իրանք համարվում է, որ ժամկետային ծառայությունը որպես կուրսանտ անցել են, իսկ լեյտենանտի կոչում շնորհել եւս անհնար է, որովհետև քննությունը չեն հանձնել եւ արդյունքում իրանք ոչ զորակոչվում են որպես սպա, ոչ որպես շարքային եւ դա կրկնվում էր երկար տարիներ, բավական մարդ օգտվել է այս բացից օրենսդրության, այժմ առաջարկում ենք վերացնել դա եւ ժամկետային ծառայությունը համարենք անցած, երբ բոլոր քննությունները ավարտված են։ 15 երկրներում Հայաստանի դեսպանությունները տեղեկատվական տեխնոլոգիաների գծով Հայաստանի ներկայացուցիչներ կունենան։ Առաջարկը ներկայացրել են հենց ոլորտի ներկայացուցիչները։ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է նման հնարավորության հարցը քննարկել նաեւ բիզնեսի հետ։ Դա լրացուցիչ ծախս չի ձեզ համար, դիվանագիտական մեր կորպուսի համար, ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի հասկանալի լինի, որ իրենք խոսում են նաև մեր պետության անունից։ Բազմաբնակարան շենքերից պետք է վերացնել գիշերային ակումբները, վարչապետն առաջարկում է նման հաստատությունները շենքերից որոշակի հեռավորությամբ պահել, նաև օրենսդրական այնպիսի լուծում առաջարկել, որ բիզնեսը նոր տեղ փնտրելու ժամանակ ունենա։ Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետեւ շատ բողոք կա, որ բազմաբնակարան շենքերի տակը եւ բարոյական կերպարը եւ անհանգստությունը այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք։ Բարեխիղճ հարկատուները հնարավոր է որոշակի արտոնություններ ունենան։ Պետեկամուտների կոմիտեի նախագահն առաջարկում է հարկատուների դասակարգում մտցնել եւ օրինապահ հարկատու հասկացությունը ներդնել։ Կենտրոնական բանկի նախագահին Կարեն Կարապետյանն առաջարկել է հարցը քննարկել առևտրային բանկերի հետ։ Խնդրում են ձեզ, որպեսզի ձեր միջոցով քննարկվի մեր առևտրային բանկերի ղեկավարների հետ հարց, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ որակավորում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով։ Ես վստահ եմ, որ մի քիչ աշխատենք բանկերի հետ, թափածիկ ուրեմն կազմակերպությունների բարագայում միանշանակ քթանի Անդրադարձ է եղել նաև Աղթալայում գտնվող Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակին։ 2013 թվականին այն ընդգրկվել է նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում, բայց սեփականատերը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Խնդրով մտահոգ մտավորականները բաց նամակով դիմել են վարչապետին, նա էլ Դավիթ Հարությունյանին հանձնարարել է զբաղվել խնդրով։ Ինքը իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտ, տեղ, եւ կարծում եմ այստեղ մենք պետք է անպայման մեր վերաբերմունքը ցուցաբերենք։ Ինչպես է պաշտոնական Երևանը վերաբերվում Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժություններին, հարցը լրագրողներն ուղղել են արտաքին գործերի փոխնախարարին։ Շավարժ Քոչարյանի կարծիքով սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ Դա ընդհանրապես, այսպես ասած, ուժի ցուցադրում է։ Մյուս կողմից նաեւ կարծում եմ Ադրբեջանը խնդիր ունի
որովհետև այն ինչ որ հրամցվում էր իր հասարակությանը եւ այն պատկերացումը, որ ուներ ղեկավարությունը, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա ամենևին այդպես չի։ Գործադիրի նախորդ նիստից հետո Քաղցրաշեն համայնքի խաղողագործները գյուղնախարարին բողոքել էին մթերած խաղողի դիմաց կուտակված պարտքերի մասին։ Իգնատի Արաքելյանից այսօր հետաքրքրվել են, թե ինչ առաջընթաց կա այս հարցում։ Նախարարը վստահեցրել է, արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում։ Ես իմ առջև ժամկետ եմ դրել մինչև տարվա վերջ ամենաուշը։ Պետք է հասնենք հաջողության, որպեսզի այդ պարտքերը մարվեն։ Նաիրիցիներն այսօր գործարանի վերագործարկման պահանջով կրկին ցույցի էին դուրս եկել, այս անգամ նրանք կարճ ժամանակով փակել են Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի երթևեկությունը։ Ճանապարհները բացել փորձող ոստիկանների հետ նաեւ բախում է տեղի ունեցել։ Ցույցի մասնակիցները նաեւ դժգոհություն միաժամանակ տարակուսանք են հայտնել գործարանի պահպանության ծառայության աշխատակիցներին աշխատանքից ազատելու կապակցությամբ։ Սերգեյ Պապյանի տեղեկացմամբ իրենց փոխարեն ոստիկանների են ընդունում։ Այն ընթացքում, որ մենք աշխատավարձ չենք ստացել, եկող աշխատել ենք, եկամուտներ ենք կողքից արել, բայց եկել ենք Նաիրիտը սրտացավ պահել ենք։ Ոչ մեկ ոչ ուղղություն արել, ոչ էլ, չգիտեմ, խնդիր է ստեղծել Նաիրիտի համար։ Շոկոլադ արտասովոր հավելումով Վանաձորի բնակիչներից մեկը Grand Candy ընկերության շոկոլադներից է գնել, որոնց մեջ ворթեր են եղել։ Նյուզեեմին այս մասին հազանգած քաղաքացին պնդում է, առաջին դեպքը չէ, երբ իրեն ժամկետանց կոնֆետ են վաճառում։ Grand Candy-ի գլխավոր գրասենյակից պարզաբանում են, ընկերության արտադրանքը տարածվում է հանրապետության ամբողջ տարածքում եւ իրենք պատասխանատու չեն այն բանի համար, որ որոշ խանութներում մի շարք ապրանքատեսակներ չեն վաճառում եւ դրանք իրացնում են նույնիսկ ժամկետն անցնելուց հետո։ Երևանում այսօր ներկայացվել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի երկրաշարժ ֆիլմը նվիրված 1988-ի աղետին։ Ֆիլմը հուզել է հանդիսատեսին պատմությամբ եւ հերոսների ապրումներով, բայց դեռևս պրեմիերայից առաջ այն հետաքրքրություններ առաջացրել Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ներկայացված լինելու փաստով։ Ժապավենը սակայն այդպես էլ չի ընդգրկվել անվանակարգում։ Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը մանրամասնել է, թե ինչն էր Օսկարի չառաջադրվելու հիմնական խոչընդոտը։ Я надеюсь, что это не политическое решение. Скорее всего, это обычная халатность при заполнении документов. Но я думаю, что мы отстранены по регламенту, как бы абсолютно честно. Кино снималось не для того, чтобы получить Оскар. Внутренне, конечно же, хочется, чтобы это как-то оценивалось, но самое важное, что вам понравилось, и что это понравится, на мой взгляд, зрителям. И все равно армяне всего мира, и не только, этот фильм посмотрят. Նոյեմբերի 9-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոինը 521, ռուբլունը 7 դրամ 54 լումա, ֆունտինը 592 դրամ։ Նոյեմբերի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-ից 2 աստիճանով, Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։